Ֆրանսերենը սկսած 2011 թվականից դասավանդվում է Ստեփանակերտի գրեթե բոլոր դպրոցներում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի պատվիրակության հանդիպումը պատգամավոր Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ մայրաքաղաքի համար 1 կրթօջախի աշակերտների հետ է, իսկ որ ֆրանսերենին հեշտությամբ ու լավ է տիրապետում արցախցի դպրոցականը, հյուրերը համոզվելու շատ առիթներ ունեցան։ Երեխաները սովորում են ֆրանսերեն 5-րդ դասարանից, աշխույժ են, ակտիվ մասնակցում են, լինում են դեպքեր, երբ երեխաները գալիս են, ասում են, որ իրենք դասերը սովորում են ծնողների հետ միասին, այսինքն ոչ թե ծնողներն են իրենց սովորեցնում, այլ հակառակը երեխաները սովորեցնում են ծնողներին։ Ֆրանկոֆոնիայի դերակատարության բարձրացմանը խթանելու համար սա ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հերթական այցն է Արցախ, բայց առաջինը երիտասարդ ֆրանկոֆոն խորհրդարանականների ուղեկցությամբ։ Ֆրանսերենն Արցախում տարածելու եւ զարգացնելու համար Մարգարիտ Եսայանն արդեն ունի ձեռբերված պայմանավորվածություններ Արցախի նախագահի ու խորհրդարանի ղեկավարի հետ։ Համագործակցությունը Արցախի երիտասարդների եւ Հայաստանի երիտասարդների միջև հենց ֆրանկոֆոնիայի արժե համակարգի հիման վրա արդեն սկսված գործընթաց է եւ դա իր զարգացումը իր հեռանկարը վստահաբար ունի, որովհետեւ այն արժե համակարգը, որի կրողն է ֆրանկոֆոնիա կառույցը ամբողջ աշխարհում, դա ոչ միայն լեզվական է, այսինքն ոչ միայն ֆրանսերենի լեզվի տարածում, այլ նաև համամարտկային արժե համակարգ է։ Արցախը ֆրանկոֆոն երկրների շրջանակում տեղ տալու համար կարևոր դեր ունի երիտասարդների ներգրավումը։ Ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի ներկայացուցիչների այցի նպատակներից մեկն էր ստեղծել հիմք Արցախի ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարան բացելու համար։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Արցախ հատվածից նույնպես ակտիվ ֆրանկոֆոն երիտասարդներ ներգրավված լինեն այդ աշխատանքներում, որպեսզի հենց Արցախի հայը կարողանա ներկայացնել Արցախի խնդիրները, թե ինչ դժվարությունների բախվում Արցախը եւ դա անի վարժ ֆրանսերենով, իսկ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր մեջ ներառում է 70 երկրներ եւ խորհրդարաններ։ Երեկոյան ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում Արցախի եւ Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդների հանդիպմանը ստորագրվել է համատեղ հուշագիր։ Հուշագրում երիտասարդ ֆրանկոֆոնների պարլամենտի անդամները վստահություն են հայտնում, որ Արցախի գործընկերները կարող են նպաստել Արցախի հանրապետության ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի լիարժեք անդամ դառնալուն։ Նաեւ աջակցություն են հայտնում գործընկերներին պարլամենտի հիմնման եւ կայացման պատասխանատու գործում։ Ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի պատվիրակությունն ասրել է լինել նաեւ պաշտպանության բանակի զորամասերից մեկում։ 2016-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները ապրիլյան պատերազմն է որոշել այդ թեմայով ամենածավալուն եւ տարբեր աղբյուրներով հիմնավորված զեկույցը հենց Թալիշում է ներկայացվել 2016-ի դեկտեմբերի 9-ին։ Ներկայացված զեկույցը փաստերով հիմնավորում եւ ապացուցում էր, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինուժը մարդու իրավունքների խախտումներ է թույլ տվել, որոնք ընդհանուր միջև ցեղասպանության տարրեր են պարունակում։ Այդ զեկույցը նաեւ միջազգային իրավապաշտպան կառույցներին է ուղարկվել, ամփոփիչ ասուլիսին Ռուբեն Մելիքյանը նաեւ այդ ուղղությամբ ջանքերի արդյունքներից դրվագ է ներկայացրել Human Rights-ը Ադրբեջանի վերաբերող իր զեկույցում հղում է արել նաև Արցախի օմբուդսմանի զեկույցին։ Ապրիլյան պատերազմը որոշակի դժվարություններ ստեղծեց, սակայն չփոխեց ոչ Արցախում տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության ուղղվածությունը, ոչ էլ այդ քաղաքականության արդյունքում աճի նախատեսվող տեմպը։ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանն շաբաթ ներկայացրել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական տարեկան ցուցանիշները։ Համախառն ներքին արդյունքը 2016-ին կազմել է 229 միլիարդ 700 միլիոն դրամ, 2015-ի 209 միլիարդ 300 միլիոն դրամի փոխարեն։ Հավելաճի տեմպը մնացել է կառավարության ստանձնած միջակայքում։ Միջազգային նորեն համադրելի այսպես մոտեցումներով եւ պահանջներով մենք հաշվարկել ենք բավական բարձր 92%։ Արթուր Մկրտչյանն Արցախյան շարժման այն առաջամարտիկներից էր, ով խորապես տիրապետում էր ազգային արժեքներին եւ ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատևման խնդիրն անօրյագործելի է առանց նրա հավաքական ուժի եւ պայքարի։ Ապրիլի 14-ը Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահի մահվան 25-րդ տարելիցն է։ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներ, Արթուր Մկրտչյանի ընկերներ ու հարազատներ, ինչպես նաեւ Արցախի քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել նրա հուշաքարին։ Ապրիլյան պատերազմը ծնեց հերոսներ, որոնց անունները ոսկե տառերով գրվեցին Արցախի պատմության մեջ։ Նրանցից մեկն էլ փոխգնդապետ Ռոման Պետրոսյանն էր, ով դեռ պիտի ապրեր իր ընտանիքի, իր 3 զավակների համար եւ զինվորականի իր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցներ մեր բանակին։ Մարտական խաչ առաջին աստիճանի իշխանաշանի ասպետ Ռոմանի տարեդարձներ այս շաբաթ։ Նա կդառնար 38 տարեկան։ Մարտունի քաղաքում տեղի է ունեցել սպայական նոր թաղամասի բացման հանդիսավոր արարողություն, որի մասնակցել են նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ղեկավարը եւ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ միասին բնակարանների բանալիներ են հանձնել 67 թոշակառու եւ ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների։ Мы очень рады, что наконец дождались этого дня. Շատ ուրախ ենք,
13 տարի սպասել ենք այսօրվան։ Ուրիշի տներում ենք ապրում։ Վերջապես ունեցանք մեր սեփականը։ Ցանկանում եմ, որ միայն խաղաղ երկինք լինի եւ թող բոլորը ապրեն նման ուրախություն։ Շատ շնորհակալ եմ գոհ, որ մեզ տրամադրել են այս ձևի 4 սենյականոց բնակարան։ 17 տարի սպասել եմ, ճիշտ է, սպասել եմ եւ վերջապես իմ նպատակից հասել եմ։ Եվ ես պարտավորում, որ ոնց որ ծառայությունս կատարել եմ առաջնագծում, այդ նույն ձևի էլ շարունակելու եմ մինչեւ թոշակի անցնելս։ Նախատեսված է նմանատիպ եւս 4 շենքերի կառուցումը, այս շենքերի հարևանությամբ, որտեղ բացի զինվորականների տրամադրումից, բնակարանների տրամադրումից, նաև կտրամադրվի անապահով խավի ներկայացուցիչների։ Իշխանաձորում լայն թափով շարունակվում են բնակարանաշինական ծրագրերը Քաշաթաղ բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ գյուղի նոր թաղամասում եւս 10 բնակարան է կառուցվում։ Դրանք տրվելու են բազմազավակ ընտանիքներին եւ այն մասնագետներին, ովքեր հրավիրվելու են այստեղ աշխատելու։ Շինարարները նախատեսում են աշխատանքներն ավարտել մինչեւ տարեվերջ։ Քանի որ Իշխանաձորը ունի ռազմավարական նշանակություն գտնվում է Խաշմերուկում, 4 ճանապարհների կապում է Իրան դեպի Սյունիք, Բերձոր, Ադրուտի շրջան, դրա համար նախատեսվել է Իշխանաձորում կառուցում։ Հայտերը շատ կան, ցանկացողներ շատ կան բնակվեն, բայց նաև մենք հիմնականում մասնագետներ եք ընդունելու, կլինեն մանկավարժներ, մեխանիզատորներ, բժիշկներ եւ նաև ապահովելու ենք 5 երեխա տառներին, 5 երեխա ունեցող ընտանիքներին եք այդ տներից տրամադրելու։ Որոնվում են դիզակի մելիքների տապանակարեր, հրաշքով խորհրդային տարիներին փրկված 2 տապանակարեր արդեն տող այցելող զբոսաշրջիկներին հասանելի են։ Որոնողական աշխատանքների հիմնական ուղղությունն այս պահին տողի Սուրբ Հովհաննես եկեղեցին է։